Շնորհակալներ կշարունակենք։ Մեր հաղորդումը ինչպես խոստացած էինք վանացյանի ստուդիոները ներս անգամ եւս հաջելի ժամեր ու լավ օրցեր բոլորին եւ բարի լույս պիտի ասենք մեր հյուրերուն անշուշտ սիրելներ արդու գսեի ցեզի որ այսօրվան մեր նյութը Հայգազյան համասարանի մասնակցության մասին է գխոսինք Seaside Startup Summit գխոսինք Հայաստանի մեջ դեղի ունեցած ուրեմն Քերաստիջանի մասին ուր Հայգազյան համասարանի մասնակցությունը բերավ եւ նախ Zoom-ով մեզի միացած է Հայաստանի Հանրապետության հոս Լիբանանի մեջ մեր տեսմանին Դիգինս ելներ Դիգին Թալար ուրեմն Կազանջյանը որ նաև այս ծրագիրին պետք է ասել գլխավոր օգնականներ եւ անշուշտ երկու մեր նաեւ երիտասարդները Շանթ Ստեփան Հայգազյան համասարանի համագարկչային գիտության բաժանմունքի դասախոս եւ համագարկող ինչպես նաեւ այս տերնարգի այս նախաձեռնության պատասխանատու եւ սիրելներ կովս գրած եմ ասոնք որովհետեւ չեմ գրնար սխալ ասել մասնագետներն Բողոս Շերբեչյանը համացանցային ամբողջական ծրագիր մշակող full stack developer Դիշտեսի Բողոս դիշտեսի Բարի լույս եւ բարի եկացեք Դիգին Թալար բարի լույս բոլորին Երևանեն բարի լույսներ Շնորհակալ ենք բարի օր ցեզիալ մենք պիտի խոսենք առաջին հերթին պիտի բացատրեք մեզի որ ծրագիրը գգրե 3 դարեր SSS կխոսենք Seaside Startup Summit ինչ կնշանակե Սին առաջին շնորհակալ եմ վանացյանին Ձեզիահուրի, որ մեզ հունգարգալեցիք այսօր Startup Summit սելով համաշխարհային ծրագիր մնասիգա ունենք մոդավոր 50-60 different countries մասնակիցներ եւ մասնակիցներ եկած էին Startup սելով խաղապարով եւ որ գուզեին ավելի detailed information-ներ եւ ավելի խորանալ եւ գաբեր ստեղծել որպես այդենց կապարները երագանության դարձեն այդ Startup Summit-ին main idea-ն եւ ավելի նոր գաբեր ստեղծել նոր գաբել մասնակիցներու ինվեստորներու բիզնեսմեններու հետ մենք կապարը Startup Summit-ին ասել Այսինքն մենք խոսենք գործառնություն ցերնարգադեր entrepreneurship հայերենով փորձեցինք այսինքն այն անձերը որոնք կփապակի նոր գործ սկսին եւ այդ գործին որովհետեւ հիմա գաբրիկ մենք ընկերային ցանցի տարի եւ չենք կրնար այդ բոլորը չներարել ժամանակին մեկը ներդրում գներ տրամ գունենար գործի մեջ ներդրում գներ տրամը գուդարատ գործի մեջ եւ գաչողեր հիմա այդ բոլորը ընելու համար հadoop քայլեր կան եւ այս Քերաստիջան ուրեմն նպատակը այդ ուղղությունը դալն է չէ որ ինչպես կրնան իրենք գործի մեջ իրենց ներդրում ունենան պայման չէ նյութական չեմ խոսի նաեւ աշխատանքի բրև ճիշտ բացատրեցի շատ ճիշտ մենք Հայգազյան համալսարանի computer science-ի բաժանմունքի աշակերտները ոչ աշակերտներ շրջանավարտները դարած են 2026-ի մենք ինչ որ գտեցինք աշակերտները technically բոլոր հմտությունները արած գլան բայց դեմը գարիկը ունենան acceleration-ը այսինքն ad step-ներ ինչպես որսիկ որ ինչպես ներկայացեն իրենց կապարը եւ մենք հոն շրջանավարտները training եղան 4 օրվա վրա եւ սորվեցան step-ները ինչ քայլերով պիտի գարենան իրենք ինչ քայլերով գնաս քու կապարը ներկայացնել եւ քիչ շատ ինվեստորին համոզել որ ասկապար նոր է եւ գնա իրական դառնալ այդ ստեպները սորվեցան եւ գարձեմ ասիկա իրենց հետ ցանկին միջև վերջ գնան գործած այո հիմա փորձառությամբ պիտի խոսի մեզի Դիգին Թալար մեզի հետ եք չէ Այո Չասեկին այս ուրեմն Քերաստիջանը դեղի ունեցավ Սևանի շրջանի մեջ մեզի բացատրեցեք այսպես Քերաստիջան նախ սկսելով առաջին անգամը չէ որ կգազմագերտվի չէ այս Քերաստիջանը Չէ, ուրեմն ասկա կատնաժողովը եղած է որ 10 տարի եկա, այս տարի գարձեմ իրենց 10 ամյակներ, եւ ինքը 10 տարի առաջ շատ հետաքրքիր խաղապարով սկսած էր, որը զարգացավ անշուշտ եւ հասավ այսօր։ Խաղապարը աներ, որ ինչպես դուք մի քիչ առաջ կսեիք, ուրեմն գա ովևէ մեկ բարձ բիզնեսի մեջ գործառնություն, չէ, entrepreneurship, այսինքն ովևէ մեկ այսօր մեկի եթե պիտի նոր բան սկսի, նոր գործ պիտի սկսի բիզնեսը, տրամի պետք ունի, գաբեր պետք ունի եւ այլն, բայց երբ որ
այս ամեն ինչը փոխադրենք բարձր տեխնոլոգիաների աշխարհի մեջ, ադիժ եւ նաեւ առավել կարեւորություն կստանա, որովհետեւ այդտեղ ոչ թե միայն բարձաբես դրամը կարեւոր է, գաբերը կարեւոր են, այլև նաեւ նորարար եւ նոր խաղապարները, որոնց շուրջ պիտի ստեղծվին այս ստարտափերը։ Այդ բարձր տեխնոլոգիաների աշխարհի մեջ է, որ արդեն գխոսենք ստարտափերու մասին, եւ 10 տարի առաջ, երբ որ ստեղծվեցավ, ուրեմն Հայաստանի մեջ այս նորարարության խաղապարը բավականին նորեգերտ էր։ Ուրեմն պետք էր Հայաստանի մեջ երիտասարդները կամաց սորվեին, հասկնային ինչպես կլա այս ամեն ինչ, այսինքն չի բավեր միայն լավ օրինակ տեխնոլոգիայի մեջ software engineer ըլլաս, այլև պետք է եւ նաեւ գիտնաս այդ խաղապարը ներկայացնել, պետք է գիտնալ խաղապարով տուն ինչ որ հետաքրքիր նոր software-ը օրինակ կամ application-ը, չէ, այսօր ամեն ինչ որ մենք կտեսնենք մեր հեռախոսներուն վրա եւ այլն, այդ աշխարհին արդյունքն են։ Ուրեմն պետք է ամեն ինչը սորվեին եւ պետք է ասել, որ 10 տարվա մեջ բավական նվաճումներ կատարեց այս կակատնաժողովը եւ այս տարի շատ ուրախ էի, ես ալ առաջին անգամ ներկայացնացեի, ուրախ էի տեսնել, որ 40-ը ավելի երկիրները ներկայացուցիչներ գային, լան երիտասարդներ, ովքեր խաղապարներ ունին, գուզեն այդ խաղապարները վերածել ինչ որ լավ բաներու, անոր վրա դրամ ստանան, կամ օրինակ մարդիկ, ովքեր իրենք կրնալ ժամանակին մասնակիցներ եղած են կամ ժամանակին իրենք նոր բիզնեսներ եւ ստարտափներ սկսած են, իրենք կան եւ օգնեն երիտասարդներուն իրենց խորհուրդներով, ինչու՞ չէ եւ նաեւ եթե խաղապարը կամ երիտասարդներու խումբ շատ սիրեն, այդ իրենց ստարտափի մեջը դրամ տնելով։ Սո շատ հետաքրքիր այսպես միջավայրը ստեղծված էր, որը ամեն ցեվով գմիդեր այս ամեն ինչը իրար մոտ բերելու, մեկ շաբթվա ընթացքին նոր հարաբերություններ, նոր ծանոթություններ, դարբեր երկիրները, երիտասարդներ, մասնակիցներ, նախարարներ, ուրիշ երկիրներու տեսփաններ, շատ հետաքրքիր մթնոլորտ ստեղծած էր այս ամեն ինչը կակատնաժողովին ընթացքին։ Շատ լավ, վստահ եմ, որ փորձառության իմաստով նաև հիմա մեզի Բողոսը պիտի բացատրե, որ որքան օգտակար եւ որքան այսպես նորություններ իրեն համար, ինչպես էր առաջին մասնակցությունը դեր, եւ դու նոր շրջանավարտ, այսինքն նոր ավարտեցիր, շնորհավոր եմ, եւ անշուշտ մեզի կու փորձառության մասին պիտի խոսիս։ Նախ փորձառություն իբրև երիտասարդ, ասենք որ նաեւ կարևոր անգամանք է պետք է շո հայրենիքի մեջ տեղի ունենա։ Այդ ալ իր, այսինքն մենք չենք կրնար ասել որ իր ասացությունը ունի կամ բագասը, այսինքն կարևոր է։ Ոչ, հայրենիքի մեջ լալնալ իր դերը ունի։ Մեզի խոսի փորձառության մասին։ Ուրեմն այս ծրագիրը, որ մենք մասնակցեցանք, բոլորովին դարբեր բաներ, ինչ որ մենք Լիբանանի մեջ հրազ էինք, այսինքն դարբեր մագարտակի եւ դարբեր մթնոլորտով, այսինքն հոնդեղ շատ բաներ սորվեցանք, միայն ասենք աս տրեյնինգները կամ բացատրությունները, որ մեզի դրվեցավ, որ խաղապարները ներկայացնենք, անոնց մեզ ադալ գային networking-ը, ծանոթությունները, որ իմ գարձիկովս ամենակարևոր բանն էր, on ծանոթացանք մենք մարդոց, որ մեր քայլերեն արդեն անցած են, եւ իրենք շատ ուրախությամբ մեզի պատրաստ էին օգնելու, լսելու եւ ովև մեկ ցևով քաչալերելու։ Այո, շատ ճիշտ։ Ուրեմն ասիգա Լիբանանի մեջ մենք այս մագարտակի չէինք հանդիպած։ Անորոմար շատ ուրախ եմ ես, որբեսի ունեցա բախտը, որբեսի երտամ այսպիսի ձեռակիրիմը։ Խոսենք քիչ այսինքն մասնակիցներում, ասին գնալա մենք անուններով չենք գիտեր, բայց մեզի այսպես ամփոփ կերպով ներկայացուր կարևոր թեմքեր գային, վստահ եմ որ անձնավորություններ, որոնք իսկապես պիտի իրենց խորհուրդներով, ցուցմունքներով պիտի գարնան այսպես որոշ փոփոխություն բերել։ Մենք ոստե բզիկ որի բան ուզեմ ասել, Բողոսը մենք 6 հոգիով մասնակցած ենք հայկական շնորհավորներն, 3 հայ եւ 3 լիբանանցի, իրենց համար ասիգա 3 լիբանանա, հայ 3 լիբանանցի։ Այո։ So իրենց համար շատ նոր experience բներ որ փորձառությունը Չեները երևակայր որ Հայաստան high-tech industry-ին ասմագարտակի Եվրոպական է, մենք հոց շատ դբարդ էինք իրականությունը։ Երկու իմ բարդականություն ավելի mentorship էր, ավելի one-to-one mentorship տալարինը մասնավոր բարդականություն են։ Մենք հոն մեր գողքին դեսանք technology high level profile են, ինչ ասենք AMD ընկերության director-ը, դնորենը,
հոնդեր դեսանք high tech-ի industry եվրոպական եւ գնամ սելոս մենք startup summit-ը European standards գվարեր Եվրոպական չափանիշներ Եվրոպական չափանիշով գրեթե այսինքն ինչ որ ես գերազի անցիկ դեսել պրոֆայլներ եւ շատ բարձ սեվով ունեին նստած են համեստ այո food court-ի մգողքին երբ որ գերտային կովերին նստենք արդեն latest 5 վարկանեն տելեպաթի մգլար իրար մեջ եւ գսկսենք խոսել ինչպես գնանք 10-րդ generation օգնել պրոֆայլներ որ ես շեյր Google-ի վրա գարտացած է իրենց մասին անուն չեմ ուզել դար բայց high level technology եւ programming and non-programming which is miam bor technology high investors entrepreneurs in just sort of thing Մեկ մյուսը գան փոխչացնեցին այո ամեն ինչ նյութականով չէ այս օրերուն նաև այդ աշխատող միտքը պետք է եւ ամենակարևորը այսօրվան երիտասարդության որոշ ուղղություն դրվի որովհետեւ ժամանակը այնքան արագ կփոխվի արհեստագիտությունը այնքան արագ կզարգանա որ չես եթե վարյանին քայլ չբահեն այս երիտասարդներ մեզ համար ուրիշ մարդահրավերներ չեն նման իր այսօրվա մարդահրավերները Ինչպես բոս հեսա բարձություններ որ կաչալերեց որ աշակերտները օգտվին այսին հետ պանչեսին որ մենք օդար չսկացինք Ադի կարևոր է Օդար չսկացինք սկացինք որ հայ գազանամարսարանը մեզի պատրաստած էր ասանք տեխնոլոգի բայց ինչպես բոս հեսա շատ high level էր օգտվեցանք բայց մենք պատրաստ էինք ամեն կողքին վստահ անկասկած Դիգին թալար խոսինք այսպես ուրեմն չկսեի Քերաստիջանի կամ կակատնաժողով ինչպես որ գսեի Քերաստիջանի մասնագետներու հետ կապված այսպես վստահ եմ որ ծրագիր տրված էր չէ օրական այսպես ինչպես պիտի քալեն ինչ աշխատանքներով վերջավորության իբրև եզրակացություն ինչն էր կարևորը այսինքն որոյի քանի դարբեր երկիրները եկած են մասնագետները բամը պատրաստեցին բամը ներկայացուցին հadoop մրցանակներ կամ բամը բաժնվեցավ ինչ տեղի ունեցավ Շատ լավ հարցում է ես կուզեմ արիթը օգտագործել ողջունելու լիբանանահայությունը շիդագաս ինտերվյուի միջոցով եւ նաեւ վանացայնի ունգընտիրները աշխարհով մեկ դարածված ինձ համար մեծ ուրախություն է մեծ հբարդություն որ այսօր ծեր հետ եմ այս հարթագին վրա եւ այս հարթագին միջոցով գխոսենք շատ հետաքրքիր նյութերու մասին որոնք հբարդություն կբերեն մեզի Ուրեմն նայք գուզեմ այս կակատնաժողովը քիչ ավելի մեծ նկարիմը բادگերիմը մեջ դեղավորել որբեսի ճիշտ բացատրությունը դանք միայն այս կակատնաժողովին մասին չխոսենք շիդագը Հայաստանը այսօրվա թրությամբ բարձր տեխնոլոգիաներու մեջ բավական նվաճումներ կունենա բավական առաջ կերտա արագ քայլերով եւ գուզեմ մեկ բան նշել մի քանի օր առաջ Հայաստանի մեջ բաշտոնական բացումը դեղի ունեցավ Firebird AI data center-ի, այսինքն Firebird արհեստական բանականության data գետրոնին, որը երբ որ ավարտի իրեն ամբողջական աշխատանքները գառուցման 2027-ի վերջը երևի ադոր մասին գխոսվի, բիդի Հայաստանը տնե աշխարհի առաջին 5 երկիրներու շարքին, որ այսօրվա դրությամբ այսպիսի այսինքն ինչպես ասեմ պայոնիրական տեխնոլոգիաները գործածե միջազգային մագարտակով եւ այս ուրեմն նվաճումը բարձաբես չեղավ մեկ ծաղիկ մը չէ ինչպես որ գիտեք չէ մեկ ցերկով չեն կրնարձապահարել այս ուրեմն նվաճումը դեղի ունեցավ մեկ ծաղիկով կարուն չիկար աբրիկ շատ մեծ այսպես աշխատանքի արդյունքներեն մեկն է այսօրվա դրությամբ Հայաստանի մեջ գա Համարյա 70,000 անց, որը գաշխատի բարձր տեխնոլոգիական ուրեմն բնակավարին մեջ, Հայաստանը այսօրվա դրությամբ, եթե սխալ չեմ վերջին թիվերը գրնալ, ալ քիչ մհին են, բայց 12,000-ին 14,000 ընկերություն կա բարձր տեխնոլոգիաներու, որոնք բաշտոնապես արձանագրված են եւ գործեն Հայաստանի մեջ, շատ մեծ միջազգային այսօր ընկերություններ, որոնց մասին մենք լուրերեն կլսենք, այսօր օֆիսներ ունին եւ աշխատողներ ունին Հայաստանի մեջ
օրինակ Nvidia-ն, Synopsys-ը, AMD-ն եւ շատ ուրիշներ, որը Շանթը եւ Բողոսը ավելի լավ գիտեն իրենց մասին։ Այս ամեն ինչին ներքև գուկա ուրեմն աշխատանքը, որը գդարվի բեդուական մագարտակով եւ նաեւ այս ընկերություններու մագարտակով պատրաստելու երիտասարդությունը Հայաստանի մեջ, որբեսի ինքը աբակային աշխատի այս տեսակի ընկերություններու մեջ, բավարար գիտելիքներ ունենա, որբեսի միջազգային մագարտակով գրնա վարել եւ նաեւ ինչու՞ չէ նոր խաղապարներ ստեղծե եւ նոր խաղապարներու հիման վրա նոր արար խաղապարներու հիման վրա ընկերությունները սկսի ստարտափներ որ կկոչենք ուրեմն այս ամեն ինչի մեջն է որ գդեղավորվի եւ դեղը գտնե այս կակատնաժողովը ինքը միակը չէ շատ ուրիշներ կան Հայաստանի մեջ բայց այսի մենք իբր Հայաստանի տեսփանություն Լիբանանի մեջ մեզի համար շատ կարեւոր էր սկսիլ այս ուրեմն կակատնաժողովեն միդում ունենալով շատ ավելի մեծացնել եւ աճեցնել հարաբերությունները լիբանանահայության եւ նաեւ լիբանանցիներուն, որը գիտենք, որ մենք իրենք շատ միշտ բարձր մագարտակի են պրոֆեսիոնալ մագարտ իմաստով, գաբել այս բարձր տեխնոլոգիական բնակավարին հետ Հայաստանի մեջ, որովհետեւ մենք գիտենք, որ այս փոխկապակցվածությունը, որ գրնա ստեղծվել, շատ մեծ հնարավորություններ գրնա բանալ երկու կողմերուն այստեղ, երկուքը գրնան բարձր, այսինքն win-win արիտներ ստեղծվի իրենք։ Այո։ Երկուստե կարգության։ Այո, կարևոր էր, որ այսպես մի հատ բացատրեմ ցեզի այս ընդհանուր մեր ռազմավարությունը շիդագը, որովհետև մեր համար մեծ հբարդություն էր, մեծ ուրախություն համագործակցելու Հայգազյան համալսարանի հետ, մասնավոր շնորհակալություն գուզեմ ասել Հայգազյանի նախագահ վերաբադվելի Փոլ Հայդոսյանին, որը մեզի ոչ թե միայն լսեց, այլև մեկ անգամեն ինքը աշխատանքի լուծվեցավ, շատ արագ կրցանք մենք իրար հասկանալ, շատ արագ կրցանք մենք Շանթին հետ ուրեմն լեզու գտնել, շատ ուրախ ենք, որ Շանթը լի, այսինքն բացեր ամեն տեսակի աշխատանքի եւ համագործակցության, ինքը գրծավ շատ արագ Հայգազյանին ամենալավ ուրեմն ուսանողներեն փունջ մգազմել, որովհետեւ երթան եւ մասնակցին այս կակատնաժողովին Հայգազյանը ներկայացնեն եւ անշուշտ շատ ավելի մեծ իմաստով Լիբանանը եւ Լիբանանը ներկայացնեն։ Շնորհակալություն Դիգին Թալամեզի ինչ կրնակ ասել սիցեր մասնակցության մասին վերջավորության ինչ դեղի ունեցավ։ Այսինքն այդ բոլորը տրեյնինգը եղավ, որոշ ասենք իրենց մասնակցությունը բերին որոշ փորձարկումներու, դասախոսություններ լանանոնք նաև կորձնական աշխատանքներ, վերջավորության ինչ ըրիք։ Իրենք 4 օրվա մեջ տրեյնինգ ան, ուրբաթ օրը, որ մենք երկուշաբթի սկսած ենք, ուրբաթ օրը 3 գրուպներ էին բաժանված 6 աշակերտ 3 գրուպի ամեն մեկ գրուպ ուներ 10 վայրկյան presentation, որ բոլոր շաբաթ աշխատեցան եւ շտկեցին այդ presentation-ը, ունեին 10 վայրկյանի մեջ straightly investor-ներ արժեվ present-ներ։ Եվ 10 վայրկյանի մեջ գրցան քիչ շատ համոզել, որ իրենց կապարները նոր են եւ հաստատ են եւ technologically high։ Իսկական ներդրում ունող ներդրողներ են նստողները։ 3 հոգի կային ժյուրի, international standards, անկերենով է միակ ադիասեմ, գրցան համոզել եւ առաջնագարտ միջև semi-finals-ի հասան, բայց adեն գրցան աշակերտները փաստել, որ Լիբանը հայ կաղուտը, ոսկուզեմ նշել, մենք we are prepared for every kind of pitches. We are prepared. Մենք պատրաստ ենք ամեն տեսակ, այո։ Մենք գնամսել որ finals 10 հոգի մնացած են. So մենք we were one step before the 10. Ադի գնամսել Ափսոս չգրցանք finals հասնին, բայց կալդարի պիտի գտնանք այդ գապերը կոծել եւ սորվեցանք ձեր շատ դժվար է որ huge project մը 10 օրական մեջ ներկայացնես եւ իրենց ստանդարտով բայց իրենց ճապանիշներով այդ մագարտակի մորնակ որ նաեւ իրենք տակավին նոր ավարտած են եւ այդ մեծ փորձառություններն ալ չունին բայց վստահ եմ որ առաջիկա տարիներուն ավելի լավ արդյունքներով բայց հբարդ ենք այսքանով արդեն մասնակցությունը ինքնին մեծ բան է չէ Բողոս ինչ է կարծիքը բամը եթե սորվեցար ասանք գրնասս հասկանանք մասնակից չենք մենք ուրեմն մեկ բանը որ է սորվեցա այսինքն հիմա գրեթե 4 տարի կամ ասեմ օրվա մեծամասնությունը կանցնեմ լապտոպին դիմացը համագարկիչին դիմացը
բայց հոնդեղը սորվեցա որ միան համագարկիչով ամեն ինչ չի լուծվիր այսինքն պետք է մենք մարդոց հետ շփվենք գաբվենք եւ որովհետեւ ավելի արժեվ երտա նույնիսկ մեր ասենք համագարկիչի ծրագրամը կամ ծրագիրը մարդկային հարաբերությունները շատ կարևոր են շատ Աբա, այլապես ինչպես պիտի ներդրող ունենաս, եթե մեկը տուն ծրագիր ունիս եւ գրնալ ալա ծրագիրը $1,000,000 գարժե, բայց տուն չգրծար ներկայացնել եւ պետք եղած ծևով ծախել ասենք։ Սևերը international ուրիշ են։ Շանտ գիտես ինչ մտածեցի հիմա որ իրենք ինչ որ գսորվին կգարձեմ նաեւ իրենց ցանկի փորձառության մեջ ալ կարևոր պիտի լա մարդուց իմաց կենալը արտահայտվելը անվախությունը քաչությունը ինքնավստահությունը ասոնք հմդություններ են ամեն մագարտակի վրա ոչ միայն գիտության կամ ոչ միայն ասենք համագարկչային գիտության մեջ ընդհանուր ցանկի մեջ չէ Հիմա ովևէ մենք ադեն եթե կապարում ունենք գիտեն at կապար մշակելը գիտեն ներկայացնելը իրենք գիտեն մշակել բայց ներկայացնելը չեն գիտեր տեխնոլոգին իրենց դասընթաց մի եղավ եւ ծեւ եւ ժյուրիեն բաներ մստացան կոմենտներ որ ադոնք շատ պետք ունեն իբրև մենք ասորվեցանք իբրև հայկազյան համալսարան որ դեր մնա պետք է արիտ դանք աշակերտներուն presentation skills-ին եւ ոչ թե միան իրենց հմդությունները սովետցեն տեխնոլոգիաներն ծեմը սովետցենք որ անկախությունն ալ տակի այո acceleration program which is fund կհավաքեն for example programmer-ը որ իր տեխնոլոգին բիդի առաջ տան ինչպես fund կհավաքեն ինչպես տրամփ կհավաքեն ինչ են այդ պանալիները so ունեցան այդ պանալիները ցանկի որ հաջողության կդանեն այո Ինչ է ծեր գարձիկը դիգիտալար այս իմաստով ասին որքանով կարևոր էր նաև իբրև երիտասարդներ եւ հիմա որ դակավին նոր ավարտած են պիտի նետվին կյանքի ասպարեզ եւ իրենց կյանքի մեջ պիտի ունենան տարբեր հարաբերություն միան կորձի չէ անշուշտ բայց նաև մանավանդ հիմա որ պիտի գերդեն իրենց աբական եւ աբակայի գերդման մեջ հիմնական քայլը ասպարեզն է այդ իմաստով որքանով օգնեց այս ժողովը այս կակատնաժողովը Ես կհուսամ, որ օգնեց, այսինքն մեր այդտեղ հավաքված թե լիբանանահայ եւ թե լիբանանցի երիտասարդները իրապես որ շատ բարեհամբույր, շատ այսպես քաղաքավար ընդունեցին վրաններու դակ ամենուն հետը իմիջայլոց ասեմ որ ամեն մասնագետները վրաններու դակ մնացին այսինքն հանկիստ այդտեղ բան չէր այո туриզմի չէին կասած բանտոք չէր Սեմ դու մենի բանագումի ելելու փոխարեն կացերես Հայաստանը երես բանագում ուրեմն Այո Անանք որ այդ ամեն ինչը իրականության մեջ ցանկի տասեր գբարունակ է իրենք վրաներու դակ քնացան ուրիշներու հետ երբեմն այդպես սանոթություններ դեղի ունեցավ իրենց ջաշերը երբեմն պատրաստեցին իրենք այսպես գրակ գբարեին գրագի շուրջ կհավաքվեին եւ գիշերները ամեն մեկ ստարտափ տարբեր երկիրները իրենց փորձառության փոթեր Շատ ճիշտ, այո, շատ այսպես բանագում, որոնք գիտեք մենք ալ բանագումներում մասնակցած ենք մեր փոքր դարիներուն, երբ որ առաջին օրը մեգեն շատ այսպես գիտես շատ զարմանքի գուքաս, որտեղ լրիվ ուրիշ միջավայր է, այսինքն թուն եւ բնությունն է գազմագերբես բայց օրերու ընթացքին արդեն այդ ամեն ինչը մարդ արդեն գներարե իր մեջը գսկսի հասկանալ որ ինչպես ինքնապավ պետք է լա փորձի ինքն իր ուժերուն վրա գետրոնանայ բայց այս ամեն ինչը գարձեմ տեխնոլոգիաներուն համար շատ կարևոր են որովհետեւ չի պավեր միայն ինչպես որ Բողոս ասավ շատ լավ software developer լաս կամ շատ լավ համագործակցին արժև նստած ամեն ինչ ունես օրինակի համար կաֆեի մեջ կովը սուրճի բաժակով բայց այս ամեն ինչը եթե ցանկի մեջով անցնիս եւ ցանկի փորձառությունն ալ ունենաս շատ ավելի հետաքրքիր կլա եւ հմդությունն ալ կարևոր է չէ վարվելագերբի հմդությունը ադալ սկիլ է որովհետեւ ամեն մարդ չունի ադիգա այո Եվ իմիջի այլոց այս ուրեմն մոդելը, որը որտեքրված էր, այսինքն վրաներու դակ մնալ, Սևանի լիջի ափին մնալ եւ այն այս ամեն ինչը ուսումնասիրված մեթոդոլոգի մներ, որը հիմնադիրներ աստղակատնաժողովին ուրեմն որտեքրած էին, որտեղ իրենց կարծիքով, երբ որ մարդ կուքա եւ օրինակ համարենք, որ ես Թրամփ տնող եմ, ես պետք է վստահ լամ, որ ան ստարտափը, ան երիտասարդները, որոնց կովը ես իմ Թրամփը պիտի տնեմ, իրենց հետ ներդրում պիտի ընեմ Բադրաստ են ցանկի ովևէ մեկ դժվարություն Ուրեմն ես այդ ամեն ինչը գուքամ դեսնելու իրական ցանկի մեջ եթե խումբը օրինակի համար չի գրնա այդ պայմաններուն մեջով անցնել եւ հաջող դուրս գալ
Ճիշտ։ Ադի ինձի համար ճիշտ, այսինքն նշան է, որ գրնալալ դեռ պատրաստ չեն օրինակի համար, որ իրենք իրենց ստարտափը վարեն այդ դժվար պայմաններուն մեջ։ So, yeah. Շատ լավ։ Մենք պիտի փակենք մեր այսօրվան հաղորդումը, գուզեմ որ ցեզ մեր յուրաքանչյուր այսպես խոսքը ասե այն իմաստով որ իբրև դուք իբրև ասենք դիգիտալար իբրև մասնագից եւ ձեր աչքով տեսած, այսինքն ագանադեսի աչքով, իսկ շատ կփորձեմ վստահ որ դու ոչ միայն ագանադես, նաեւ այսինքն քու կորձդ այս բարակային երբ որ արդեն բաժամունքի պատասխանատու ես աչքի դարչև գտեսնես սերունդներ գուքան գերտան կգարձեմ որ կորձի լավակույն բաժինը այդ է չէ երբ գտեսնես արդյունքները երբ գտեսնես իրենց ուրախություն երբ գտեսնես իրենց իրակորձումը այնպես որ որքանով հբարդես այսօր Հայկասյանի աշակերտներով ես իրականությունը շատ հբարդեմ մանավանդ որ դերմ հասցինք աշակերտներուն որ հիմա գտնան դրիլ տեխնոլոգի ասեն մենք երբ որ գուքան մերկովը Now they have the wings to Այո, թևերը դվիկ որպես քրչին այլևս Հիմա ես իբրև մեկ խոսք գնամ startup something ես անսամից ես ասորվեցա Ես սորվեցա նորություններ մտածելակերպներ որ պետք է մենք Հայկազյան համալսարանին curriculum-ը կալ դարբա կալիկդարներուն ad standard-ով փոփոխություններ անենք եւ միշտ ցկտինք international conference and competition-ներու ինչու՞ չէ որ մենք միջազգային մագարտակի ըլլա ինչու՞ ոչ Վստահ մենք միշտ national level-ի բանանի վրա այո լավակույններ ենք բայց ոչ ասիմես 10 մեղավ սորվեցանք եւ պիտի երտանք այլևս international-ի we are ready for it Ճակա քեզի համար այս փորձառության մասին այսպես խոսք մի հետե պիտի ասես Ուրեմն ես կուզեմ ասել բոլորին որ հետաքրքրված են կամ ունեն կաղապարը կամ բիզնեսը որ գուզեն որ ավելի աճեցնել Իմ գարդիկովս բոլորը պետք է մասնակցին այս startup summit-ին որ դարին մեկ այս դեղի գունենա հուլիս օգոստոս այո Իմ գարդիկովս բոլորը պետք է մասնակցին որովհետև ասիկա իրենց համար շատ մեծ առավելություն է եւ իրենց պիտի օգնե ոչ թե միայն ասենք իրենց գործի մեջ ինչպես որ ասիկ այլ իրենց կյանքի մեջ Այո վստահաբար Դիգիտալար ծեր վերջին խոսքը ինչ պիտի լավանացայինի ունգընցիրներուն, ագընցիրներուն այս ասենք քեղեցիկ արիտով նաև ցեզի համար իբրև անցնաբես փորձառություն վստահ որ հիշադակելի պիտի մնա չէ ծեր հուշերու մեջ պիտի մնա իբրև արդյունավետ գործունեություն եւ նաև դերմը որ դուք ծեր մասնակցությունը բերիք ինչու ոչ Մերսի շատ, այո, շատ արդյունավետ էր, մենք շատ ուրախ ենք արդյունքներով, ճիշտն ասած ավելի մեծ են արդյունքները, քան մեր ակնկալիքներն էին, եւ ադի շնորհիվ մեր երիտասարդներուն եւ մեր Հայկազյանի ուրեմն թիմին, ես կուզեմ ասել, որ ասի առաջին քայլն է, չգարձեք, որ այսպես պիտի ավարտվի, մենք շատ ավելի մեծ ուրեմն ծրագրերու մասին արդեն գխոսենք Հայկազյան համալսարանին հետ, գհուսամ նույնպես պիտի կարողանանք մեր հայկական դպրոցներուն մեջը քիչ բարձր տեխնոլոգիաներու ծրագիրներ մտցնել գրթական, ես կգարձեմ, որ շատ բան գրնանք անել, շատ գրնանք աշխատել, քիչ աշխատասիրություն պետք է, բայց մեծ հույսեր ունենք լիբանանահայությունը արժանի ամենալավ արիտներուն եւ ինքը միշտ բարձր բահած է մեր գլուխը ովևէ մեկեր դեղ մանավանդ հիմա հայրենիքի մեջ շնորհակալ ենք ձեզի այս այցի համար Շատ լավ շնորհակալություն Դիգիտալար Կազանջյաններ մեր զրուցակիցը Հայաստանեն սիրելիներ շնորհակալություն Շանթ Ստեփան եւ Բողոս Շերբեջյան բարի եկած եք տղաք հաջողություն ձեր աշխատանքներուն վստահ որ հարաճիգա դարի դարբեր արտիկներով պիտի լակ մեր ստուդիոները ներս անգասկած եւ գահավատանք որ Հայկազյան համալսարանը մեր ընդհանրապես ոչ միայն լիբանանայական սպիրկայության պարտն ու բադիվն է այդ համալսարանը իր դարբեր գործունեություններով իր առաքելությամբ եւ պիտի շարունակեք ամուր զորավոր միշտ եւ քայլ բահելով նաեւ ոչ միայն աշխարհի նաեւ նորության արագ կընտանայելս աշխարհը շատ լավ շնորհակալություն ցեզի եդեին ցանյաղորդավար Անտոնին եւ Ուրին մնացեք վանացայինի ունգընտիր Փարի շապատավերջ ծեր բոլորին եւ ցտեսություն